Բարև ձեզ սիրով։ Մի քանի թեմաների կանդրադառնանք, բայց երևի սկսենք հենց այս հարցից։ Դուք ևս Ժնևում եք, որտեղ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված զեկույց եք ներկայացնում։ Ինչ փոխանցեք, ինչ տեղի ունեցավ այնտեղ, ինչն եք առանձնացրել, համեցեք։ Ու հատկանշական այս մարդու իրավունքների թեմայով խոսելու եք ու հաջորդի պետք է խոսենք նաև նոր-նորքի թաղապետի խուլիգանական վարքագիծը, թե ինչպես են ուղիղ եթերում ուղղակի ջարդում։ Ընդ որում նրանք, ովքեր որ Եվրոպայի համար ռեֆ բան են, հանրաքվեին անում։ Ուրեմն 5 տարին մեկ յուրաքանչյուր երկիր միավորված ազգերի կազմակերպության անդամ հաշվետվություն է տալիս մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված։ Մայիսի 1-ին Հայաստանի հերթն էր, այսինքն ՄԱԿ-ում կա 193 երկիր, ներառյալ Հայաստանը, եւ 192 երկիր հնարավորություն ուներ Հայաստանի 5 տարվա իրավիճակի հետ կապված հարցումներ անելու։ Բայց ինչպես էին նրանք այդ հարցումները անում։ Նրանք այդ հարցումները անում են ազգային Հայաստանի պետական, այսինքն զեկույցի հիման վրա, մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հիման վրա եւ քաղաքասարակության ներկայացուցիչների, ասենք հասարակական կազմակերպությունների տված զեկույցների հիման վրա, թե ինչ է տեղի ունեցել վերջին 5 տարիներին Հայաստանում։ Ուրեմն մենք եւս ներկայացել ենք երկու զեկույց, մենք որ ասում եմ նկատի ունեմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, որը ներկայացրել էր թե Հայաքվեի ստորագրահավաքի ժամանակ ինչ իրավախախտումներ են տեղի ունեցել, ինչպես էր խոչընդոտում պետությունը, որպեսզի Հայաքվեն իրականացնի իր ծրագիրը եւ օրենքի նախագիծ ներկայացնի ազգային ժողով, ու եթե հիշում եք, այնտեղ շատ խայտառակ կարելի է գնահատել իրավախախտումներ էին տեղի ունեցել, օրինակ օրենքով պարտավորված էր պետությունը տալ տարածքներ, որտեղ պետք է ստորագրահավաքը իրականացվեր, բայց չէին տալիս, օրինակ Երևանի բոլոր համայնքները մերժեցին, Սիսիանում, Ամասիայում, Դիլիջանում, էլի մի քանի տեղ Սպիտակում էլի տարածք չէին տրամադրում ու հետո հանրային ճնշման ազդեցությամբ շնորհիվ տվեցին տարածքներ, բայց ամեն դեպքում ինչքան ժամանակ, օրինակ տեղ կար, որ նույնիսկ 19 օր ուշ էին տվել, հետո տարածքները հեռու տեղեր էին տալիս, օրինակ Վաղարշապատում Էշմիածնում 4 կիլոմետր հեռու էին տվել, ասենք Դիլիջանում տվել էին 5-րդ հարկում, որտեղ sense մի հատ անխնամ վիճակ էր, այսինքն եթե դուք հաշմանդամություն ունեցող մարդիկ, դուք չէիք կարող նորմալ օգտվել ձեր ընտրական իրավունքից։ Հետո հարձակումներ եղան, եթե հիշում եք, Մարտունիում հարձակում եղավ, հարձակվեցին, այդ թղթերը փորձեցին ճղել, թափել, ստորագրած, ահա որ ձևի падգամավորների կողմից վարկաբեկում էր գնում, եթե հիշում եք, հիմա նախարար է դարձել Պապոյանը եւ այնտեղ ուրիշ падգամավորներ ասում էին, որ Հայաքվեն պատերազմ է հրահրում, կամ ասենք հանրային հեռուստատեսությամբ մի հատ պրոպագանդիստ ունեն Հարություն Մկրտչյան, որը հանրային հեռուստատեսությամբ ասում էր, որ ովքեր որ ստորագրեն Հայաքվեն, նրանց պետք է ուղարկել թե պատերազմ, թե բան, մի խոսքով սպառնում էին բանով, հա, ուղարկելով զինված ուժեր, այսինքն նույնիսկ այս իշխանության համար զինված ուժերը ուղարկելը պատիժ է, ոչ թե ասենք հայրենիքի պաշտպանություն։ Արդյունքում ինչ եղավ, որ նույնիսկ սկի քննարկման չդրեցին քաղաքացիական պայմանագիրը, ու այսպիսով խախտեցին իմ եւ շատերիս ընտրական իրավունքը, հա, այդ ռեֆերենդումներին մասնակցելու իրավունքը, ու մի զեկույցը սրա մասին էր, մյուս զեկույցը 4 կազմակերպությունով կոալիցիոն մենք ներկայացրել ենք Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական իրավունքների խախտումը, որոնց մեջ մտնում էր խոշտանգումները, հավաքների ազատություններից զրկելը, խոսքի ազատության սահմանափակումը, լրագրողների, լրատվամիջոցների դեմ ճնշումները, օրինակ հանրային հեռուստատեսության տնօրեն Գարեգին Խումարյանին ոնց ապօրինի հանեցին աշխատանքից, ինչպես նաև վերլուծություններ կային, թե ինչպես են այս իշխանությունը, օրինակ խուլիգանության հոգդված օգտագործում հանրային գործիչներին լրացնելու համար, խոսքը այդ իմնեմնիմի ոդքասթի մասին է, հա, որ այդ երկու հաղորդավարներին դեմ դատական գործի
հարուցել։ Ընտրական իրավունքի վերլուծություն կար, թե ոնց է այս իշխանությունը քաղաքապետերին, համայնքապետերին ձերբակալում կամ Ալավերդիի դեպքը, որ մտան ու գրավեցին, չէին թողնում այդ բանը մտնեին քաղաքապետարան նիսենյակ։ Մի խոսքով, այս բոլոր իրավախախտումները, որ այս 5 տարիներին իրականացվել էր, մենք ներկայացրել էինք այս միավորված ազգերի կազմակերպության այս միջոցառմանը ու ի ուրախություն մեզ անմասն չմնաց մեր ներկայացրած իրավախախտումները մյուս երկրների դիտարկումներում եւ առաջարկություններում, որովհետեւ սկզբից երկրները դիտարկումներ են անում, հետո իրենց առաջարկություններն են տալիս։ Մասնավորապես Ավստրալիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Էստոնիան նրանք անդրադարձել են այս քաղաքական ու քաղաքացիական իրավախախտումներին Հայաստանին առաջարկություններ ներկայացնելով։ Իհարկե, այդ միջոցառման ընթացքում ամենաշատը կանանց դերը բարձրացնելու գենդերային հավասարության եւ կանանց դեմ բռնության օրենքների, ընտանեկան բռնության նաև օրենքները ավելի ամրապնդելու, կոնվենցիաներին միանալու մասին էր, եթե այդպես top 10-նյակ վերցնենք, այդ top 10-ում առաջի տեղը դա էր գրավում, ինչևէ կարելի է ասել, որ կոնկրետ օրինակ Ֆինլանդիայի պարագայում հնչեց առաջարկ, որպեսզի դադարեցնեն հանրային գործիչների դեմ ռազմավարական դատական գործունեությունը, նույնը Էստոնիայի պարագայում էր։ Այստեղ ցավալի ուրիշ բան է տեղի ունեցել, մեր պատվիրակությունը, որը կազմված էր փոխնախարարների գերատեսչությունների փոխնախարարներից, ներկայացնելուց զեկույցը խոսեցին Արցախի այդ էթնիկ զտման մասին, բայց էթնիկ զտում բառը չէին օգտագործում, այլ տեղահանումներ, բայց չէին ասում, թե ով է դա արել, եւ ընդհանրապես ազգային զեկույցում, երբ խոսվում է այդ էթնիկ զտման մասին, կարծես թե օթից ինչ-որ բան է տեղի ունեցել ու վախենում են ասել, թե ով է իրականացրել դա։ Մենք նաև արդեն նկատում ենք, որ հայոց ցեղասպանության հարցում են այս մոտեցումը իրականացնում։ Այնպես որ սա Ժնևի հետ կապված, հիմա սեպտեմբերին Հայաստանը պետք է արձագանքի այս առաջարկություններին, որն է ընդունում, որը չի ընդունում, իդեպ այնտեղ նաև Ադրբեջանը առաջարկություններ ունի արած, եւ Ադրբեջանի առաջարկությունները ավանդաբար Հայաստանը միշտ մերժել է։ Այս տարի Ադրբեջանը բողոքել է բանից, իրենց գերիների նկատմամբ վերաբերմունքից, իբրև թե մենք վատ վերաբերմունք ենք ցույց տվել, բողոքել է ատելության խոսքից, որ Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ ատելության խոսք է լցված, բայց մենք գիտենք, թե այնտեղ ինչ է կատարվում, նախագահի մակարդակով, հա, ինչ է կատարում, նախագահի մակարդակով մեզ ֆաշիստ են անվանում, ինչպես նաև բողոքել է իբրև թե մենք վանդալիզմով ենք այստեղ զբաղված եւ նրանց պատմամշակութային կոթողներն ենք վերահացնում, մինչդեռ ապացուցված փաստագրված կա, թե ինչպես են նրանք մեր հուշակոթողները վերացնում։ Ինչպես նաև կար առաջարկություններ ոստիկանության խոշտանգումների հետ կապված եւ մեր զեկույցում հստակ նշված էին դեպքերը, օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը, որ ոստիկանության մեքենայից 3 դիմակավորված անձիկ նրան տարել են եւ նվաստացրել ու բռնության ենթարկել, հետո էլ ոստիկանները այտենց կողքի վրա էին, եկել էին, տեսել էին, ասել էին ախպերս նոր լավ էր, քեզ ինչ եղավ եւ ողջունելի է, որ աչքաթող չեն արել ոստիկանության բռնությունները, խոշտանգումները Հայաստանում ու սրա հետ կապված են արձագանքել։ Մենք նաև ներկայացրել ենք այդ փաստաբանի դեպքը, որ ոստիկանության բաժանմունքում եւ վստահորդին եւ փաստաբանին ոստիկանները ծեծել էին։ Իհարկե, այս վերջին Ուլուբաբյանի դեպքը, որ տեղի ունեցավ Արցախցի, նոր է եղել եւ առիթ կլինի սրա մասին եւս խոսել այլ երկրների պատվիրակությունների հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Հիշում եք, հա, արցախցի տղային, որ ոստիկանությունում կրկին խոշտանգել էին ու բնականաբար իմ այցի ժամանակ տեղի ունեցավ այս Նոր-Նորքի թաղապետ, որի անունը կրկին մոռացա, դեպքը, որ տեսախցիկների առաջ 10 հոգով հարձակվեցին մի հոգու վրա, այն էլ բլոգերի վրա ու սկսեցին ծեծել։ Իմիջիայլոց քանի որ հենց այդ թեմային էլ անդրադարձանք, այսօր կար
ժամանակ ավականում մի հատ ներողություն խնդրում են եւ սահմանափակում, այսինքն ծեծեք, ջարդեք, խփեք, մահվան հասցրեք, սպանեք, ներողություն խնդրեք, անցեք առաջ։ Հա, նաեւ նույն տրամաբանությամբ հայրենիք դեմ հանձնեք, ծախեք, ասեք ներողություն։ Ուրեմն քանի որ այս պատմության կուրիոզը նաև այնա, որ պատանեկան sense լեքսիկոնն օգտագործվում, չէ, դու լավ տղա չես, լավ տղան դու չես, դու վատ տղա ես, բան, ունտեղ մեկ էլ sense սենյակից դուրս են գալիս, sense ապեհլը հոп բան, ման, այդ կապակցությամբ ես էլ կընկնեմ իմ հուշերի գիրկը ու կհիշեմ, որ մեր պատանեկության ժամանակ կար այսպիսի իրավիճակ, հա, որը կարելի է նաև իրավաբանորեն ձևակերպել, որպեսզի ավելի ինտելեկտուալ լինի, բայց սկզբից մի հատ վերադառնանք այդ պատանեկությանը։ Ուրեմն երբ որ ինչ որ մեկը, ասենք իր սխալը ընդունում էր ու ներողություն էր խնդրում, նրա ներողությունը չէր կարող չընդունել, եթե լավ տղա էր։ Արտահայտությունը այն է, որ լավ տղու ներողը չես կարող չընդունես։ Մինչդեռ եթե չես ընդունում ներողը, ուրեմն նա արդեն վատ տղա է։ Ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի պարագայում որևէ ներողություն եւ ոչ միայն քաղաքացիական պայմանագրի, այլ նաեւ հանրապետություն կուսակցության պարագայում, որտեղ արկա են օրինակ WikiLeaks-ի փաստաթղթերով ապացուցված գործակալը կամ որը նաև իր մոր վրա ցուցմունք էր տվել դատարանում, կեղծել էր փաստաթղթերը, որպեսզի բանակ չգնա, դատարանում էլ ասել էր, որ իր մաման արել, ու ընդհանրապես այս իմաստով նրանց ներողությունը չի կարող ընդունելի լինել, հասկանում եք, որովհետև ներողության տակ նաև արկա է պատասխանատվությունը։ Եթե ներողությունը իր հետ չի բերում պատասխանատվությունը, ուրեմն այդ ներողությունը գոյություն չունի։ Բայց կրկնում եմ, Արցախը հանձնած 150,000 մարդու քաղաքացիությունից զրկած, իմ սահմանադրական իրավունքները ոտնահարած, Ադրբեջանի ու աշխարհի առաջի մարժանապատվությունը նսեմացրած մարդկանց ներողը ասնավանի չի, որովհետեւ պարզ ասեմ, հա, ներողը ընդունելի չի։ Օրինակ Վիլեն Գաբրիելյանը ավելի լավ տղա էր, որովհետեւ ինքը նաև պատասխանատվություն կրեց իր արածի համար, իհարկե չնչին, մի վայրկյան, իհարկե չնչին արածի համար։ Կարա անձնական որոշում էլ լինի, դա հա, ասենք, օրինակ կարա լավ տղա լինի ու տենց իր սխալը ընդունելու համար հրաժարական տա։ Այս իմաստով այստեղ նաև շատ հետաքրքիր է, թե որ կուսակցության անդամն է, հա, այս ամեն ինչը արել։ Սա մի կուսակցություն է, որը փաստորեն ստորագրահավաք էր իրականացնում Եվրոմիություն մտնելու համար։ Եվ ես վստահեցնում եմ, որ բռնության դեմ պայքարը այս մարդու իրավունքների իմաստով, որը քարոզվում է Հայաստանում, ինքը հենց արևմտյան ներմուծված իմաստ ունի, քաղաքական իմաստ ունի, որովհետև իրանցից է սկսվում, այդ խոշտանգումների դեմ արգելք եւ այլն եւ այլն։ Հիմա մազալ ունենա, որ այս մարդիկ գնում են Եվրոմիություն, մեծ տեսախցիկների առաջ մարդ են ծեծում ու մնում են պաշտոնի։ Սենց բան հնարավոր չի պատկերացնել, բայց Հայաստանի պարագայում հնարավոր է, որտեղ Արցախը հանձնածները նաև իշխանության են։ Մյուս կողմից, եթե նայենք, հիշում եք ապրիլի 23-ին, երբ հերթական անգամ արդարացիորեն վառեցին ցեղասպանի խորհրդանիշները, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, առաջին քննադատողներից մեկը Արամ Սարգսյանն էր։ Նա քննադատում էր, որ Թուրքիայի դրոշը վառում են, որ դա քաղաքավարի գործունեություն չի, որ դա թույլին է հատու, որ եւ այլն, որ ցեղասպանի դրոշը չի կարելի վառել։ Բայց իրենք խնդրեմ, իրենք փաստորեն դուրս են գալիս ու սկսում են ինչ-որ տեսախցիկների առաջ մարդկանց ծեծել ու հետո ողջունել։ Ու ստեղից վերլուծությունը հետեւյալն է, հանգում ենք նրան, որ Թուրքիայի դրոշը այրելը այս տարի ոչ թե քաղաքավարության դրդումից էր ելնում, հա, որ չի կարելի դրոշ վառել, դա քաղաքավարի չի, այլ որովհետև նույնացել են նրանց հետ։ Տեսեք, Թուրքիան ինչ էր անում։ Թուրքիան անպաշտպան մարդկանց միլիոններով, տասնյակներով, հազարներով sense հարցակվում էին, մորթում էին։ Սրանք ինչ արեցին։ 10 հոգով հասան մի հոգու սկսեցին ծեծել։ Չէ՞, նման է, չէ՞, Թուրքիա եւ
այսպիսի բան։ Օրինակ իմ կրկին պատանեկության ժամանակ ես շատ լավ հիշում եմ, որ խուլիգան էին անվանում այն ընկերությանը, խմբակին, թայֆային, որը մի հոգով հասնում էին սաղին, մի հոգու վրա հասնում էին, 10 հոգով, ասենք, ծեծում էին։ Դա խուլիգանական արարք էր համարվում եւ դրա համար այս լավ տղա, վատ տղա այդ թեմաների մեջ աչոտ էին տալիս խուլիգանին։ Այսինքն այստեղ նաև այս թեման էլ կարան հետո արծարծեն մեր սիրելի պատանեկան այս լեքսիկոնը օգտագործող մարդիկ։ Մյուս կողմից ինչ արեցին։ Այդ բռնությունը իրանց իրականացրած արդարացրեցին նրանով, որ նրանք Ռուսաստանն է ուղարկել, դրա համար իրանց հասնում է։ Այդ նույն բանը թուրքերն են անում։ Թուրքերն ու Նիկոլ Փաշինյանը չեն ասում են Ռուսաստանի կողմներ անցել Հայաստանը, դրա համար մենք մորթեցինք իրաց ցեղասպանության ենթարկեցինք, առանց ցեղասպանություն բառը գործածելու։ Նույն բանը չէին անում։ Նույն բանն էին անում, ռուսների վրա էին գցում։ Այսինքն, այստեղ Թուրքիայի դրոշը այրելը ինքն իր արժեքը պաշտպանելու մեջ է եղել։ Օրինակ Եվրամիության դրոշը ես չեմ կարծում, որ այրեին սենց դժբախտություն կլիներ իրանց համար, ինչքան Թուրքիայի դրոշը։ Ինչպես նաև պետք է ասել, որ կրկնել եւ կրկնել, որևէ ներողություն ընդունելի չէ, չենք ընդունելու որևէ ներողություն ոչ ԿՊ-ից, ոչ էլ իրանցից, կա նաև օրենք, այդ օրենքի չիմացությունն էլ բանից պատասխանատվությունից չի ազատում եւ համապատասխան այդ խուլիգանական արարքի համար պետք է պատիժ կրեն, չէ՞ որ այդ խուլիգանական արարքը միայն տղայական աչոտը չի։ Խուլիգանությունը նաև սահմանված է մեր քրեական օրենսգրքում եւ նրանք անամոթաբար այդ հոդվածը օգտագործում էին մարդկանց լռեցնելու համար։ Օնլայն տիրույթում մարդկանց խոսքը որակում էին որպես խուլիգանություն։ Ինչի մասին ես ասացի, մեր զեկույցում այդ նշվել է նաև, այդ վերլուծությունը արվել է, որ ուզում էին սկզբից եթե հիշեք ուզում էին քրեականացնել բանը զրպարտությունն ու վիրավորանքը, հետո երբ որ տեսան որ տակից դուրս չեն գալիս, չի լինում, ասենք այնտեղ միջազգային կառույցներ կան, չեն թողնում, մի խոսքով ազատ խոսքին վնաս է, էսա այնա, ինչ արեցին, ասեցին դե լավ, դե եթե չի լինում, եկեք խուլիգանության հոդվածը կապենք վրաները, տանենք նստացնենք։ Այս վերջերս իհարկե նաև արդարացան այդ ոդքասթի տղաները, բայց դա չի փոխում էությունը, որ սրանք այդ խուլիգանության հոդվածը օգտագործել են մարդկանց խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Ընդ որում չեն էլ գնացել վիրավորանքով դատարան, որ արժանապատվության վերականգնում պահանջեն, չէ՞, որտեղ ըստ երևույթին վիրավորել էին այդ տղաները, նրանց ովքեր Արցախը հանձնել էին, իսկ մի քիչ զարմանալի է, ինչպես չվիրավորես նրան, ով Արցախը հանձնել է ու շարունակում է ղեկավարել։ Եթե ասենք պատասխանատվություն չի կրում օրենքի առաջ, դա մնում է վիրավորելը։ Չէ՞, ահաբեկչություն չենք անում, դա մնում է վիրավորելը, բայց ինչ անենք։ Իմիջիայլոց մամուլում հրապարակումներ եղան, ներքի շանտաժի մեջ է, այսպես իրենց մեջ հակասություններ կան հանրապետության եւ ԿՊ-ի, եւ ըստ էության շանտաժով է, այսպես ասենք, հա, պահում Արամ Սարգսյանը ԿՊ-ին, ինչ կարող եք ասել, դե տեսակ մալացեի բանը ասած, հենց եթե նոր քիթաղապետին հեռացեք, բոլորը դնում եք մանդատները, ինչ կասեք։ Իմ տպավորությամբ այդտեղ նաև անհամաձայնություն է եղել, մեկը ավելի շուտ է ասել կուսակցության իր դիրքորոշումը, հետո երևի իրար մեջ ասել են, այս ինչ ես ասել, շատ կտրուկ ես ասել, Արամ Սարգսյանը մի քիչ մեղմացրել է, ասել է, այս տիպը մենք գաղափարի համար ենք, իմիջիայլոց 3 էր, թե 3 չի առաջել, մամուլի ազատության օրն էր, ու հենց մամուլի ազատության օրով պետք է նաև հիշել, հա, որ այս անունը, որը փոխկապակցված է Արամ Սարգսյան անունը, նրանք փաստորեն մի կողմից բլոգերին ծեծում են, մյուս կողմից չմոռանանք, որ նրա եղբայրը Արմեն Սարգսյանը Տիգրան Նաղդալյանի համալսպանության պատվիրատու լինելու համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Այսինքն այստեղ նաև այս պահը կա, հա, այս որ Սարգսյաններով մամուլի ազատությանը ոնց որ թե այդքան էլ չեն հավանում, որ մարդիկ կարողանում են ազատ բողոքել։ Բայց հա, եթե նայենք, օրինակ ԿՊ-ի վերջի հենարանը մնացել է Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լևոն Բարսեղյանը, մի խոսքով այդ խմբակը, որը իր վրա վերցրել է Եվրամիության դրոշը, ես ինքս ասում եմ, ես ինքս իմ մշակույթով
ձևավորմամբ շատ ավելի մոտ եմ Եվրոպային, համայնքային մտածելակերպով ավելի մոտ եմ իհարկե արևելքին, բայց բանի ազատությունների տեսակետից իմ կարդացած գրականությամբ, ֆիլմերով, կրթությամբ, ամեն ինչով մոտ եմ Եվրոպային եւ այս մարդիկ որևէ առնչություն չունեն Եվրոպայի որևէ արժեքի հետ։ Ցանկացած որը արժեքը դնեք սրանց կողքը, նրանք որևէ կապ չունեն նրա հետ։ Այն որ հիմա Եվրոպան հակառուսական է, դա է միակ իրենց կապող օղակը, բայց դա փոփոխվող բան է, հա, որովհետեւ Եվրոպան ինքը հենց հիմա էլ, եթե տեսնենք, արդեն ասենք դա պետություններ կան, որոնք Ռուսաստանի հետ ավելի ջերմ են, օրինակ Սլովակիան, հա, եթե նայենք կամ Հունգարիան ավելի անկախ են փորձում գործել, չնայած Հունգարիան նաև թուրքական բարեկամության մեջ է, բայց այնուամենայնիվ այդ ինքը փոփոխվող իրավիճակ է։ Եվրոպան կարող է համագործակցել մի օր Ռուսաստանի հետ, հաջորդ օրը պատերազմել, կամ ասենք, եթե հիշում եք սովետական միության պարագայում, հա, Գերմանիայի դեմ պատերազմում էին, բայց ասենք Անգլիայի հետ դաշնակցում էին, հետո Գերմանիային արանքից հանեցին, սկսեցին իրանք իրար հետ սառը պատերազմի մեջ լինել, ու անընդհատ այդ տեղաբաշխումները տեղի ա ունենում, այսինքն այս իրանց արժեքը, որ հակառուս են եւ դրանով են, ինքը ժամանակավոր բան է, ինքը այտենց տևական պատմական եկող արժեք չի, որ ասես հա ասես ահավոր գաղափարական են, էլի, որ այտենց ինչ որ հակառուս են։ Այնպես որ Հայաստանը նաև կարիք ունի հենց այդ եվրոպամետների լավ կորիզը, որը ինքը ոչ թե հակառուսության հիմքով է բան արևմտամետն էլ լավ բառ չի, որտեվ դե հայամետն է ճիշտ բառը երևի, բայց որ ասենք ավելի համակրում է արևմուտքը, հա, իրան դուր է գալիս, մաքուր փողոցներ են, բան են, մշակույթն է, գրականությունն է դուր է գալիս, ու տենց իրան ավելի հարմար զգում արևմուտքի հետ։ Եվ այս իմաստով Հայաստանը հենց կարիքը ունի այդպիսի նոր թարմ ուժերի, որոնք անձնական ազատությունը մարդու գնահատում են ոչ թե նրանով, որ ինքը հակառուսա թե չէ, այլ գնահատում են նրանով, որ այո, թե պահպանողականը, թե լիբերալը, ինքը անձնական ազատությամբ ինքը բերելու է երկրին արդյունավետ աշխատանք, որտեղ երբ որ մարդը իր անձնական ազատությունը ներդնում է երկրի զարգացմանը, դրան շահում է պետությունը։ Բայց այդ պետք է հասկացվի, որ այդ անձնական ազատությունը համայնքային ազատության համար է, ոչ թե անձնական ազատությունը բանին Ռուսաստանին խփելու համար է, որ Ռուսաստանի հետ թշնամանանք, հետո մեր համայնքն ըստ ջնջխվի։ Դրա համար, հա, այդ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, հա, փաստորեն Գյումրիի ընտրություններում կային ուժեր, որը ԿՊՆ-էր, մյուսը բոլորը հակա ԿՊ-ային, անկախ նրանից թե իրար մեջ ինչ արիշ-վերիշներ ունեին, եւ մյուսն էլ Լևոն Բարսեղյանն էր, որ սենց կից բաներ, ԿՊ-ական ուժեր, բայց ասեմ, օրինակ այս մայիսի 9-ին, որ Նիկոլ Փաշինյանը գնա Ռուսաստան ուզած չուզած եւ մասնակցի այնտեղի շքերթին, ֆաշիզմի դեմ շքերթին, սա շատ կարևոր է, սա միայն ռուսական շքերթ չի, սա հաղթանա իմ պապիկն էլ բանը կրվել է այդ պատերազմում, գերի է ընկել, հետո մի կերպ փրկվել է։ Ֆաշիզմի շատ կարևոր, սա մարդկային հաղթանակի տոնակատարությունն է, ու որ Նիկոլ Փաշինյանը գնալու է այնտեղ, այդ կապ չունի, որ ինքը այդպես ֆաշիզմին դեմ է։ Ինքը սովորական ֆաշիստ է, բայց գնալու է այնտեղ, որտեվ զուտ արդեն էլ չի կարա չգնա։ Ու երբ որ գնա այնտեղ կտեսնեք, այս Բաբաջանյանները, Արամ Սարգսյանից բոլորը սենց մի հատ մեդիա տերոր են սկսելու բանի դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ, կրկին մոռանալով, որ սա ռուսական բուն ռուսական տոն չի, սա ֆաշիզմի դեմ հաղթանակի օրն է, եւ այո, մենք պետք է նշենք այդ օրը, ինչպես նշում էինք, օրինակ մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրը, որովհետեւ դա եւս ֆաշիզմի դեմ հաղթանակի օր էր։ Այդպես մայիսի 9-ը դարձել է լիքը մայիսը առհասարակ դարձել է լիքը ֆաշիզմի դեմ հաղթանակների օր։ Ես մաղթում եմ, որ շարունակվեն օրացույցի մեջ ավելանալ այդ օրերը։ Այսքան է։ Այդ 50+-ը այն մարդկանց քանակն է, ում վրա Ալեն Սիմոնյանը չի թքել, այսինքն այդքան մարդու վրա չի թքել եւ նրանք կընտրեն իրեն արդյոք, թե մի հոգու վրա որ թքել է, արդեն այն մնացածը էլ իրեն չեն ընտրի։ Ալեն Սիմոնյանը բնականաբար այդպիսի բաներ կասի, որովհետև Ալեն Սիմոնյանը չի կարա դրա հակառակը ասի։ Կարա դրա հակառակը ասի, եթե լինի նույն ազդեցության տակ, ինչ որ Վիլեն Գաբրիելյանն էր։ Եվ դրա համար ես Ալեն Սիմոնյանին մաղթում եմ
հարցազրույց տալուց օգտվել այն բարիկներից, որից օգտվում է Վիլեն Գաբրիելյանը ճշմարտությունը ասելու համար։ Վիլեն Գաբրիելյանը շատ Ես Վիլեն Գաբրիելյանին շատ սիրում եմ։ Հա։ Լավ, չգիտեմ ինչ պատասխանեմ։ Տեսեք, նախկինների մեղադրում է ասում է ստրուկները, ինչ են իրանք շպիոններն են, ռուսների շպիոնները, գործականներն են, նախագահները, բանալեն է ասել։ Դե իրենց համար եթե լավ հարաբերություններ ունես որևէ երկրի հետ, ապա շպիոն ես ուրիշ երկրի։ Բայց հիմա չէ, իրենք որ մեր շահերը հանձնում են Թուրքին, սա միանշանակ է, հա, ցեղասպանության ճանաչումը առաջնահերթությունից անել, Արցախը հանձնել Ադրբեջանին, Էրդողանի գիրքը գրկել եւ ժպտալ, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ թարացնել, բանը Իրանին օղակի մեջ սեղմել, այս ամեն ինչը եւ թե վերցնում ենք, այո, նրանք իսկապես մեր շահերը հանձնել են Թուրքին։ Հիմա այս պարագայում, եթե նայենք Ռուսաստանի հետ հարաբերությունները չունենալու ավելի ու ավելի վատ թարացնելու պարագայում ինչա տեղի ունենալու։ Տեղի ունենալու են, որ ռուսական զորքը հանելու են սահմանից Թուրքիայի, չէ՞, ու ջնջխվի այդ պայմանագիրը բանը ռուսական սահմանապահների, Թուրքիան էլ ինչ է ասելու, դե բերեք Ալեքսանդրոպոլի պայմանագիր։ Մենք վերադառնում ենք այն կետին, որտեղ արդեն 20 թվականին իրար հետ խոսում էինք, արդեն ավարտվեց այդ բանը պոստսովետական շրջանը, այնտեղ Ալմատի բանն էլ կմոռացվի, ամեն ինչն էլ կմոռացվի։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանի հետ թշնամանալը իր ճաշակից ելնելով թշնամանալը իրեն օգուտ է բերելու, չարաչար սխալվում է, ինքը կարող է սկսի ավելի ատել Ռուսաստանին, որովհետև Հայաստանը ավելի շատ կործանվի ու քանի որ իր նեյրոնները արդեն sense քարացել են ուղեղի մեջ, այդ ցանցերը sense արդեն բորբոսնել քարացել են հակառուսությունից ու ինքը այլ բան չի կարա անի, ինքը չի կարա Դե կամ, չէ, օրինակ ասենք Շանթ Հարությունյանը, ես վստահ եմ ինքը գաղափարական հակառուս է։ Բայց օրինակ ասենք վերցնենք բանը ուրիշ գործիչներ սովետիզմ հակառուսը ասոցիացիա հակառուսության բանն է, իրաց կոնկրետ հակառուսական է, որտեղ թվում է թե կայսրության դեմ է, սովետականության դեմ է, չէ, բայց իրականում հնուց վաղուց չկա այդ կայսրությունը, իրենք չէ, շարունակում են, այստեղ հակառուսական։ Դա շատ հետաքրքիր բանի մեջ է ընկնում նաև պարադոքսների մեջ են ընկնում, որովհետև նաև արևմուտքն է նպաստում դրան, որ անընդհատ ասելով, որ Պուտինը ուզում է վերականգնել Սովետական միությունը։ Սովետական միությունը իրան վերականգնելը անհնար է, որովհետև այն սոցիալ տնտեսական համակարգը, որը ստեղծվել էր, դրա գաղափարները անգամ ծիլային մակարդակում գոյություն չունեն այլևս։ Ռուսաստանում, մանավանդ Ռուսաստանում կապիտալիզմը խժռել է այդ ամեն ինչը։ Եվ ես համաձայն եմ Պուտինի հետ, որ ասում է, ովքեր որ չեն կարոտում բանը Սովետական միությունը սիրտ չունեն, ես սա զուտ հասկանում եմ նոստալգիկ իմաստով, հա, որ նոստալգիան եւ այդ Սովետական միության ժամանակ այնուամենայնիվ կայունություն կար մարդկանց կյանքում, եւ ովքեր որ ուզում են վերականգնել Սովետական միությունը, նրանք խելք չունեն։ Այո, որովհետեւ չկա այդ բաղադրիչները, չկան այդ բանի սովետները վերականգնելու, հա, ով պետքա վերականգնի Սովետական միությունը որպես այդ սովետների բան կառավարման համակարգ։ Ինչ փիլիսոփայություն կա, գնացեք ջահելներին ասեք։ Արման Բաբաջանյանը WikiLeaks-ով լսել եք Արման Բաբաջանյանից, որ ասի ինչպես կարելի է թույլ տալ դա ինքնիշխանության, չգիտեմ, մեր երկրի դեմ հանցագործ հայտարարություն է, որ ասեն ծաղրացու, հարբեցու, Արցախը մերն է, Հայաստանը Արևելյան Ադրբեջանը, դա կապված Ալիև ինչ ասում է, ոչ մի արձագանք չկա, բայց օրինակ որ պիտի գնա Ռուսաստան, սա ստորացման, նվաստացման, ինքնիշխանության կորստի բան է, նման հայտարարություն է անում։ Արման Բաբաջանյանը ինքը WikiLeaks-ի արտահոսած փաստաթղթերով ամերիկյան գործակալ է։ Այս հարցով նախկին իշխանություններն էլ չեն զբաղվել։
Նրան թույլ են տվել, որպեսզի նա դառնա падգամավոր, լուսավոր Հայաստանից։ Փոխանակ ԱԱԾ-ն զբաղվել այս հարցով, նույնիսկ գործ չեն հարուցել, հասկանում եք։ Փաստաթղթերը արտահոսել են WikiLeaks-ի շնորհիվ, չէ՞։ Ու այնտեղ բանում նշված է Արման Բաբաջանյանի էլեկտրոնային հասցեն եւ կողքը իր անուն ազգանունը նշված է, որ բանի դատայում գործակալական ամերիկյան գործակալական այդ կազմակերպության դատաբազայում նշված է, բայց մի հատ գործ էլ չեն հարուցել։ Փոխարենը թողել են դառնա падգամավոր, փոխարենը թողել են հիմա էլ բան կուսակցություն։ Այսինքն Արման Բաբաջանյանի պարագայում նրա որևէ խոսք եւ գործողություն պետք է ընկալել այս արտահոսած փաստաթղթով, բայց կրկին, քանի որ Հայաստանում չկա եւ չի եղել այդ բանը ճշմարտության կողմը կանգնելը եւ նույնիսկ դրա համար զրկակներ կրելով, ես կարելի է ենթադրել, չէ՞, ինչի Արման Բաբաջանյանի դեմ գործ չեն հարուցել, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կդժգոհեր, կբողոքեր, կգնար Հայաստանի խոսքի ազատության ինդեքսը կիչացներ, չէ՞, դες բաներ էր անելու։ Եթե իրա այն որ ասում են բանը Սուկինսին նոնաշ Սուկինսին, եթե իրա գործակալին կպներ մատով իշխանությունը, դա պետք է անեն։ Բայց այստեղ հարցը դա չի, ճշմարտությունը ո՞րն է։ Հա թող բան անեին, թող մեր ինդեքսը թող իջներ այդ խոսքի ազատության սանդղակում։ Թող Արթուր Սաքունցն էլ բան աներ, բողոքեր դրա համար։ Բայց մեզ համար կարևորը բանը չի, մեր ներքին ազգային անվտանգությունը չի։ Գնացեք բանում էլ համոզեք, Ամերիկայի դեսպաններին համոզեք, ասեք ինչի համար եք բռնել։ Ռուսաստանը բա ինչ արեց, Ռուսաստանը հենց այդպես արեց։ Գնաց ասեց ախպեր, ես ասում եմ ձեզ, այս Նավալնին պետքա նստի, դուք ասում եք ոչ, նա մեր բանն է, ինչպես կարելի է բանը քաղաքացիական իրավունքներ, խոսքի ազատություն եւ այլն եւ այլն, եւ ի վերջո ինչ եղավ Ռուսաստանի պարագայում ազատվեց։ Կամ լավ բանը Պրիգոժինի պատմությունը։ Պրիգոժինը երբ որ հիշում եք այդ իրանց բանը զորքը բերեց տարավ արդեն Մոսկվա էր հասցնում իր զորքը, մեկ էլ հանկարծ արևմուտքը սկսեց Պրիգոժինին բան քաղաքացիական ակտիվիստ որակել, որ հանկարծ նրան չկպնեն մատով, որովհետև այնտեղ տեսնում է, որ կարա եւ Պրիգոժինը օգտակալ լինի Ռուսաստանի դեմ։ Բայց հիմա ինչ աներ, պետք չէր այդ իրավիճակը վերացնել։ Դուք պատկերացնում եք պետություն, որտեղ ասենք զորքից մի մաս անջատվում է ու գալիս է պետության դեմ, պետությունը չվերացնի այդ բանին։ Հիմա նույնն է Հայաստանում էր։ Անձը Հայաստանի քաղաքացիությամբ անձը ինքը անջատվել է պետությունից ու սկսել է գործել մեկ այլ պետության համար։ Ընդ որում մենակ Արման Բաբաջանյանի պատմությունը չի, հա, տենց Արմեն Սարգսյանը որ բերեցին նախագահ։ Ինքը ով է լոկալիտիստներ, ովքեր են լոկալիտիստները, այն դեսպանները, որոնք գնում են օտար երկիր իրենց առաքելությունը կատարելու, բայց հրաժարվում են իրենց իսկ երկրից, մնում են այդ երկրում։ Արմեն Սարգսյանը Անգլիայի թաքուհու առաջ հավատարմություն տված մարդը, որը Հայաստանից դեսպան էր ուղարկված, բերեցին դրեցին նախագահ, ընդ որում քաղաքացիության հետ էլ խնդրեմ ուներ։ Բայց ուզում եք որպեսզի այս երկրում չլիներ այս խնդիրները, որի առաջ մենք կանգնեցինք։ Նույնն էլ ասենք վերցնենք Արա Պապյանը, իր երեխեքին տայել է Կանադայի քաղաքացիությունը տվել, ազատել է բանակից, հիմա եկել է այստեղ հակառուսական տրամադրություններ առաջացնում։ Շատ մազալու բան, ասենք ես որ անընդհատ ասում եմ բանը արևմուտքը չընկալենք որպես տենց հավաքական փորձենք ամեն մի երկրի հետ աշխատել, խնդրեմ, օրինակ ՄԱԿ-ի պարբերական դիտարկման ժամանակ Ֆրանսիան ինչ առաջարկներ է արել Հայաստանին, երկու առաջարկ։ Մեկը Ստամբուլի կոնվենցիան վավերացնելը, որը վերաբերվում է կանանց իրավունքներին, եւ կանանց իրավունքները շատ կարևոր է, ոչ մեկ չմտածի թե չեմ նսեմացվում է ինչ-որ ձևով, բայց Հայաստանի պարագայում կանանց իրավունքները շատ կարևոր է, որպեսզի նրանք պաշտպանված լինեն Ադրբեջանից, Թուրքիայից եւ քաղաքացիական պայմանագրից։ Բայց մյուսը Ֆրանսիայի եւ ընտանեկան բռնության կանխարգելման հետ կապված առաջարկություն։ Այսինքն 5 տարվա ընթացքում, երբ որ մենք բանտարկվում էինք, կալանավորվում էինք, խոշտանգվում էինք, բաներ, դատարանները գրավում էին,
Գարեգին Խումարյանին ապուրինի հանում էին հանրային ռադիոից Երկիր մեդիան երկուսը փակում էին Բագրատ Եսայանին ցույցերի ժամանակ ԱԱՑ էին տանում որը ասես որը թողնես ու բաներին ընտրական իրավունքի հետ կապված ընտրություններից հետո Սյունիքի բոլոր համայնքապետերին համարյա բռնեցին տարան կալանավորեցին այսինքն Այս իրավիճակում Ֆրանսիան 5 տարվա մեջ Հայաստանին առաջարկում է վավերացնել Ստամբուլի կոնվենցիան եւ ընտանեկան բռնությունը կանխարգել։ Հիմա Ֆրանսիայի հետ մենք ոնց աշխատենք։ Իմ սիրելի Ֆրանսիան է։ Ես Ֆրանսիայի հետ աշխատում եմ, հրաշալի գործընկերներ ունեմ, իմ սիրելի Ֆրանսիան է, բայց մարդու իրավունքների հարցում Ֆրանսիան աչքերը փակել է Հայաստանում։ Ինչ անես։ Կամ հիմա մյուսը ասենք բանը, Գերմանիան առաջարկել է դատական անկախություն, չէ՞։ Առաջարկել է, որպեսզի լրագրողների դեմ ճնշումները վերացնեն եւ ինչպես նաեւ խոշտանգումներին այդ պրակտիկային դադարեցնեն ոստիկանությունում։ Խնդրեմ, երկու երկիր, երկու հարևան երկիր են, Ֆրանսիա, Գերմանիա։ Ֆրանսիան մեզ բարեկամ երկիրն է, Շարլ Ազնավուր, Միսակ Մանուշյան, մեր եղբայրներն են, շատ եմ սիրում իրենց եւ Գերմանիա, որը այս տարիների ընթացքում միշտ ինքը ավելի մոտ ա եղել Վրաստանին եւ մենք էլ Գերմանիայի դեմ կռվել ենք, այն ասացի պապիկս կռվել է, մայիսի 9-ին էլ տոնելու ենք, բայց Գերմանիան փաստորեն 3 առաջարկները իրա, 3 առաջարկներն էլ վերաբերում են այս 5 տարվա մարդու իրավունքների իրական ոտնահարումների 3 բաղադրիչներին։ Դատական իշխանության անկախություն, լրագրողների անկախություն, խոշտանգումների բացառում։ Իհարկե, այնտեղ կարելի էր էլի թվարկել, էլի առաջարկություններ անել, բայց Գերմանիան ամեն դեպքում տեսել է այս ամեն ինչը։ Չես կարա հիմա այս ամեն ինչը սենց խոր։ Իսկ իրանց համար Ռուսաստանի պարագայում ամեն ինչը սենց սև ու սպիտակ է, ուրիշ որևէ բան գոյություն չունի, այսինքն չեն թողնում մարդկանց, որպեսզի նրանց ուղեղը ազատվի այդ դոգմաներից, որ կա վատ Ռուսաստան եւ վերջ, այլ գոնե հասկանա, որ Ռուսաստանում կան գործիչներ, որոնց հետ կարելի է աշխատել, եւ գործիչներ, որոնց հետ պետք է աշխատել, եւ գործիչներ, որոնք ադրբեջանամետ են, պետք է հասկանալ դրանց հետ ոնց պետք է անել, որպեսզի ադրբեջանամետ չլինեն։ Չեն թողնում մարդկանց ուղեղ, ընդ որում սա միայն բանի մասին չի, հա, միայն հակառուսների մասին չի։ Հակաարևմտամետներն էլ են այսպես։ Նրանք էլ այսպես կապանքների մեջ են պահում հանրությանը, որ հանկարծ որևէ եվրոպական երկրի հետ չփորձես այս բան անես, կպնես, շոշափվես։ Սա անհանսունություն է։ Սա պետական մտածողություն չի, որ կարենաս գտնես նմանությունները երկրների եւ համագործակցես եւ տարաձայնությունները փորձես շտկես, որպեսզի այն նմանությունները ավելի բարձրացնես։ Բա ոնց եղավ, որ Ադրբեջանը գնաց Վատիկան բանի քրիստոնյաների հետ կապված համաժողով արեց։ Որովհետև Ադրբեջանը չի ասում, վայ իրանք քրիստոնյա են, ես իրենց չկպնեմ, վայ Հռոմի պապը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ես իրենց մասին չխոսեմ։ Չէ, ասում են, լավ, որտեղ կարամ մի հատ գտնեմ այդ համագործակցելու եզրը, հələ մի հատ էլ համագործակցեմ ու Հայաստանին ու բանին կռվածնեմ իրար հետ, Վատիկանին։ Չէ, մենք ունենք, ասենք, կաթողիկե համայնք, հայ կաթողիկե համայնք, Ադրբեջանը ունի, չգիտեմ, բայց մենք ունենք, ընդ որում ունենք նաև Սուրբ Ղազար կղզին, այսինքն հսկայական ավանդույթներ ունենք կաթոլիկության, բայց ոնց ստացվեց, որ Ադրբեջանը գնաց մտավ մեջները մեզ կռվածրեց իրար հետ, բայց մենք չկարողացանք մեր նմանությունները օգտագործել որպեսզի շատ պարզ, որտեվ Նիկոլ Փաշինյանը կնգահետ դրանից մի քանի ամիս առաջ գնացել էին Վատիկան ու հավանաբար ասել էին մենք Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության, խնդրում ենք հանկարծ հայկական եկեղեցիների ավերման համար որևէ բան չասել, չբարձրաձայնել, մենք խաղաղություն ենք գնալու։ Այսպես բաներ են արել։ Գերիների հարցով էլ ասած կլինի։ Հա, ճիշտ է, բանը Վատիկանը գերիների հետ կապված խոսք էր ասել։ Մի խոսքով Ադրբեջանը ինչ անում, տեսնում է որտեղ մենք բան ունենք, դաշնակից, աշխատում է դրա վրա վերացնի այդ դաշնակցությունը։ Իսկ մենք էլ մի հատ էլ դրան ավելացրած, մենք էլ աշխատում ենք, որպեսզի ամբողջ աշխարհից ինքներս մեզ մեկուսացնենք։ Այնպես որ ես եմ շնորհակալ, կհանդիպենք։